Ամուսինը տարվա մեծ մասը բացակա է, արտաքն է աշխատանքի։ Կինը ստանձնում է նրա շատ գործառույթներ, միայնակ տնօրինում է ընտանիքի հոգսը եւ անգամ անում ֆիզիկական ծանր գործեր։ Սա արդեն 2 տասնամյակից ավել է ընտանիքի նոր մոդել է Հայաստանի շատ մարզերում։ Խնդիրը հատկապես սուր է Գեղարքունիքի մարզում։ Տարածաշրջանի գյուղի կինը նաև հնարավոր է ջուր կրի, հնարավոր է ահռելի քանակի տնային աշխատանք անի ու դրան զուգահեռ նաև հետևելով երեխաներին, դա սովորեցնելով, վերահսկելով, որ երեխաները չգնան ինչ-որ խնդիրների մեջ չհայտնվեն։ Ու ավելի դժվար է խնդիրը հասարակական ճնշման պարագայում, այս դեպքում քան որ կինը այդ ամեն ինչը անում է հասարակության շատ ուշադիր հսկողության, կարելի ասել վերահսկողության ներքո ու թեև քրեական իրավունքում կա, որ արդեն ծանր բանտային աշխատանքները վերացված են, բայց փաստացի կինը վերածում է այդ ծանր բանտային աշխատանքը կատարող բանտարկյալի։ Իրավաբան Գավառի բնակիչ Վարդուհի Բադալյանի համոզմամբ ընտանիքի մոդելը աշխատանքային միգրացիայի պայմաններում փոխվել է։ Civitas հիմնադրամի 5-շաբթի Գավառում կազմակերպած հանրային քննարկմանը, որը կրում էր ընտանիքի փոփոխվող մոդելը արտագաղթող հասարակությունում խորագիրը, Բադալյանը նկատեց, որ կնոջ եւ տղամարդու դերերի հստակեցումը կատարվում է ծնողական ընտանիքում, որտեղ հայրը բացակայում է, իսկ մայրն ունի կենցաղային ծանր հոգսեր։ Ես թեև համամիտ եմ, որ տվյալ հիմիկվա մեր ունեցած ընտանիքները արտագաղթող ընտանիքների մասն է խոսքը։ Իրականում հին մեր պապենական ավանդական ընտանիքի հետևորդն են, սակայն նրանք ոչ մի ընդհանրություն չունեն, ասենք ավանդական համարվող հայ ընտանիքի հետ, որտեղ ավանդական հայ ընտանիք ասելով մենք դիտում ենք կին, տղամարդ, երեխաներ, իսկ այստեղ կին, տղամարդ ահագին ժամանակ բացակայում է, վերադարձավ էլի ընտանիքի հայր։ Հոր բացակայության եւ տարվա մեջ 1-2 ամիս տանը լինելու դեպքում խնդիրներ են առաջանում նաեւ երեխաների դաստիարակության հարցում։ Հայրը, քանի որ գալիս է ուզում է երեխան հասարակության պահանջներին բավարար լինի, շատ խիստ հայրություն է անում, արգելքները դնում է, մեր մոտ ավելի շատ հակառակն է, հայրը գալիս է սկսում է դաստիարակել, այդ բաց թողածը փորձում է մի քանի ամսում լրացնել։ Քննարկման մասնակիցներից Աննա Գևորգյանը, որը զբաղվում է գենդերային խնդիրների հետազոտությամբ, ընդգծում է, որ դաստիարակության գործում կարևոր է անձնական օրինակը։ Դաստիարակել ասելով հասկանում ենք ինչ որ բան ասել կարելի է, ինչ որ բան ասել չի կարելի։ Այնինչ դաստիարակության մի հսկայական առյուծի բաժինը սեփական օրինակով կյանքը սովորեցնելն է։ Ու երեխայի ենթակցության մեջ արդեն ձևավորվում է այն միտքը, որ ես հեսա կդառնամ 18 տարեկան, մեկի հետ կամոստանամ ու գնամ խոպան մի հատ Ռուսաստանում ընտանիք կունենամ։ Հոր բացակայությունը խանգարում է երեխայի լիարժեք աշխարհընկալման եւ հոր կերպարի ձևավորմանը։ Աննա Գևորգյանը նշում է, որ լրատվամիջոցները հանրությանը պարտադրում են հայ տղամարդու խեղված կերպար, իշխող, առնական եւ իր կամքը թելադրող։ Մասկուլին, այսպես շատ ագրեսիվ առնականությամբ կերպարները ճիշտ հակառակ դրսևորումներն են ունենում նոր հասունացող ձևավորվող տղաների շրջանում եւ իրենց այդ երևակայական հոր կերպարը եւ այդ մաս մեդիաների սուպեր մաչոյական կերպարները ստացվում է, որ նույն այդ ուժեղ իշխանություն ունեցող իր կամքը թելադրող կերպարը մոդել է այդ կերպարի վերարտադրվում է հասարակության մեջ։ Արտաքնե աշխատանքի պայմաններում առաջանում է եւս մեկ խնդիր։ Կարծրատիպային դերաբաշխման պայմաններում տղամարդը գումար աշխատողն է, իսկ կինը տնային տնտեսուհին։ Անկամ բարձրագույն կրթություն ստանալու դեպքում կինը չի կարող աշխատաշուկայում ներգրավվել։ Հիմա եթե բարձրագույն կրթություն ունեցող կանայք, աղջիկները շարունակում են ապրել մի հասարակությունում, որտեղ անընդհատ վերարտադրվում են այս կարծրատիպերը, որտեղ միևնույն է կանայքը գիտեն, որ այդ բարձրագույն կրթությունը, որ իրենք ստացել են, մաքսիմում պետք է ծառայեցնեն իրենց երեխաների դաստիարակության գործում առավել լավ իրենց պարտականությունը կատարելու գործին, նրանց շուկայում հայտնվելն ու շուկայում մրցունակ դառնալը դառնում է շատ մեծ ռիսկային, շատ քիչ հավանական մի գործոն։ Ամուսնու երկարատև բացակայությունը ազդում է կնոջ հոգեվիճակի վրա, ինչը փոխանցվում է երեխային, հանգեցնելով դեպրեսիայի եւ մեկուսացման։ Արդեն կնոջ մոտ անզորության զգացում է գալիս, այսինքն անդադ սկսում են դեպրեսիվ խորը ճգնաժամային մտքեր ու փուլերով ալնում, ամուսինը գնաց, մի քիչ լավ է, հետո խորանում է դեպրեսիան այնքան, մինչև արդեն ընկճվածության կետին է հասնում, եթե գրաֆիկայի վրա պատկերենք, ապա աստիճանաբար սպասումն է փոխարինում այդ ընկճվածությունը, որ հիմա կգա, կհասնի, փող կբերի, տեր կկանգնի ու արդեն սանդղակով բարձրանում, անդադ պատկասեք ամեն տարի, եթե ամուսինը սեզոնային աշխատանքի է գնում, կինը դեպրեսիոն ցիկլի մեջով անցնում են կճվում, սպասում եւ այլն։ Հանդիպման մյուս բանախոս Նվարդ Մանասյանը առանձնացրեց համացանցի դերը եւ դրա բերած փոփոխությունները։ Մարդը տեսնում եւ երևակայում է բաներ, որոնք բնական ռեսուրսներ օգտագործելով հնարավոր է իրականացնել,
սակայն իրականության մեջ իրեն պարտադրվում է այլ մոդել, ուր կինը ունի այլ դեր։ Ես պատկերացնում եմ, թե ինչքան ներքին խնդիրներ ունեն երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Հիմա տեսնում են տարբեր պրոֆեսիոնալ կանանց ու աղջիկների, ովքեր շատ ազատ եւ շատ ինքնաբավ կյանք ունեն, եւ բնականաբար, եթե դա հնարավորների շարքից է, շատերի համար ձգտումը այդ հնարավորը իրականացնելու շատ ավելի տեսանելի է։ Կնոջ բեռի եւ պարտականությունների հարկադրված մեծացումը հանգեցնում է նաեւ նրա որոշակի ազատությունների եւ դերի մեծացմանը ընտանիքում։ Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ կնոջ ազատությունը եւ հավասարությունը պետք է ապահովվի նաեւ տղամարդու ներկայության դեպքում։